Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 28-ը։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա երեխայի որոնումները 3 ամբողջ օրը շարունակվել են։ Ուշ երեկոյան դրությամբ նա դեռ չի գտնվել։ 3-ամյա Տիգրանը անհետացել է իրենց տան մոտից։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակիցներ, հարևան գյուղերի բնակիչներ եւ կամավորներ։ 3 տարի 2 ամիս կալանքի տակ պահելուց հետո Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել է 2022-ի սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս որևէ դատական նիստ չի եղել նրա ներկայացված մեղադրանքի քննության համար։ Բաքվում էլ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ այլ գերիների գործով դատական բեմադրությունը։ Գործով վկաները բարձրաձայնել են խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին, ընդգծելով, որ նախաքննության փուլում իրենք ցուցմունքներ են տվել ճնշման տակ։ Թուրքիայի Բալաքեսիր նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով վերջին տվյալով վիրավորվել է 22 մարդ, փլուզվել են շենքեր։ Բնակիչները վախեցել են վերադառնալ տուն հետ ցնցումների պատճառով, որոնք զգացվել են նաեւ Ստամբուլում եւ Իզմիրում։ Մոնտենեգրոյի մայրաքաղաքում թուրքերի կողմից տեղացու դանակահարությունից հետո բռնության ալիք է բարձրացել։ Ի պատասխան տեղացիները հարձակում են գործել թուրքական օբյեկտների վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի եւ Ադրբեջանի տասնյակ քաղաքացիների երկրից արտաքսելու նպատակով։ Նաեւ ժամանակավորապես չեղյալ է համարվել Թուրքիայի հետ ոչ վիզային ռեժիմը։ Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի Իտալիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի 7 կարևոր խաղեր։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։